Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այսօր ոնց որ միշտ գտնվում եմ իմ ամենասիրելի վայրում հակակոռուպցիոն դատարանում ու ինչի եմ եկել այսօր առավոտ շուտ հակակոռուպցիոն դատարան, որովհետև այսօր այստեղ քննվում է գործ, որտեղ կա ինձ համար շատ կարևոր ֆիգուրանտ եւ կարծում եմ բոլորի համար կարևոր ֆիգուրանտ Նարեկ Ամբարյանը։ Ես ուզում եմ բոլորին հիշեցնեմ, թե ով է Նարեկ Ամբարյանը։ Նարեկ Ամբարյանը սա մեր սիրելի Նարեկ Ամբարյանն է։ Ինքը Տիգրան Ամբարյանի եղբայրն է։ Տիգրան Ամբարյանն էլ եղել է գլխավոր դատախազության, կոռուպցիոն եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործով վարչության պետ։ Պատկերացնեք, ինչ լավ ընտանիք է։ Նա եղել է Տիգրան Ամբարյանը կոռուպցիոն հանցագործներին աբռնել, եղբայրն զբաղվել է ինչ-որ մի գործունեությամբ, երևի թե տենց հատուկ ուղեցույց են մշակել, թե ոնց անեն։ Ի վերջո Նարեկ Ամբարյանն այսօր հայտնվել է մեղադրյալի աթոռին, բայց ես մի բան եմ ուզում ասեմ, որ այն արարքը, որ վերջինիս մեղսագրվում է Զանգեզուրի պղնձի մոլիբդենի գործարանի առումով, ինձ համար ինքը թերի այդ մեղադրանքը, որովհետև վերջինս նաև պետք է լիներ մեղադրյալի աթոռին, երբ որ Արցախի ներդրումային հիմնադրամից իր կնոջ հետ գումարներ են յուրացրել։ Արցախի ներդրումային հիմնադրամից յուրացված գումարների վերաբերյալ ես ուզում եմ ասեմ, որ կա հաղորդում հանցագործության մասին, որը տրվել է անձամբ իմ կողմից դեռ 19 հոկտեմբերի 23 թվականին Նարեկ Ամբարյանի կողմից իր կնոջ միջոցով, որը բնականաբար եղել է դրածո անձ, ոմն Անահիտ Ալբերտի Ղալթախչյան, որը չեմ կարծում, որը տենց հեկերի մեծ մասնագետ է եղել, եւ Նարեկ Ամբարյանը որևէ կապ չի ունեցել Արցախի հետ, այլ իրանց կապը եղել է Էլիզաբետ Աշոտի Պետրոսյանի հետ, որը Վահե Հակոբյանի կինն է, Վահե Հակոբյանի եղբայրն էլ է այս գործով անցնում որպես մեղադրյալ։ Այն մյուսները բնականաբար մեկը եղել է Մեհեր Պալասկովի կինը, մյուսն էլ եղել է Արցախի փոխոստիկանապետ, ում մասին խոսել եմ եւ նորից խոսելու եմ Թալանչիների մասին կինը։ Ես չգիտեմ ինչ լոյալ վերաբերմունք է դատախազության կողմից, որ քրեական վարույթը նախաձեռնվել է դեռ 23 թվականին, ինձ մոտ արկա է նաև վարույթի նախաձեռնման որոշումը, քրեական վարույթը նախաձեռնվել է քրեական օրենսգրքի 256 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, այսինքն հանցավորին վստահված նրա տնօրինմանը, տիրապետմանը փաստացի կամ իրավաբանորեն ազատ կամքով հանձնված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն։ Այս մարդկանց ինչ վստահել են, սրանք հափշտակել են, չգիտեմ ուր են տարել։ Հիմա ինձ մոտ հարց է ծագում 4 միլիարդ դրամի հափշտակման համար 4 միլիարդ դրամից 25%-ը հափշտակել է փաստացի առերևույթ Նարեկ Ամբարյանի կինը։ Հիմա ինչի է Նարեկ Ամբարյանը մենակ այսօր մեղադրյալի աթոռին պղնձի մոլիբդենի գործարանում կատարած առերևույթ հանցագործություններով ես այդ մասով ոչինչ չեմ կարող ասել, որովհետև ծանոթ չեմ, ուղղակի ինձ հետաքրքիր էր այս դատական նիստը, որ գամ հասկանամ Տիկին Վարդապետյան, կա ինչ-որ մի ցուցում, որպեսզի Արցախի ներդրումային հիմնադրամի թալանը որևէ կերպ չքննվի Հայաստանում։ Կան ինչ-որ մարդիկ, որ պատնեշ են հանդիսանում, բարիեր են, թույլ չեն տալիս, այսինքն այսօր պղնձի մոլիբդենի գործարանի գործով, որ այս մարդիկ ամբաստանյալ են, չարաշահումները առերևույթ ավելի քիչ է, քան մենակ մի դրվագով, երբ որ այսօրվա մեղադրել Նարեկ Ամբարյանի կինը 4 միլիարդի 25%-ը, հա, եթե հաշվենք, մոտավորապես 1 միլիարդից ավել, 4 միլիարդից ավել է գումարը, 1 միլիարդից ավել գումար են գրպանել Արցախի ներդրումային հիմնադրամից եւ Տիկին Վարդապետյան արդեն 2 տարի է, այս գործը գտնվում է քննչական կոմիտեում եւ անշարժ գույքի պես դրված է։ Ասեմ, որ որևէ մեկը հանգարց չոգևորվի, որտեղ մոտ օրերս այլ հաղորդումներ եմ տալու Նարեկ Ամբարյանի պարտնյոր Կոմիտաս Կարապետյանի վերաբերյալ եւ այս գործը հասնելու է իր տրամաբանական ավարտին։ Չգիտեմ, այս ԶՊՄԿ-ի գործով Նարեկ Ամբարյանը եւ Վահե Հակոբյանի եղբայրը մեկ տեսնեք նույն մարդիկ են։ Վահե Հակոբյանի եղբայրը Նարեկ Ամբարյանի հետ այս գործով է մեղադրել, Արցախի ներդրումային հիմնադրամից Նարեկ Ամբարյանի կինն է տանում եւ Վահե Հակոբյանի
գիննատանում, այսինքն սրանք որտեղ ինչ տեսել են, լավ դրած չի եղել, տարել են։ Ու հանկարծ որևէ մեկը չասի անմեղության կանխավարկած եւ այլն, ինչ անմեղության կանխավարկած, երբ որ Արցախի ներդրումային հիմնադրամը դրել է ԶՊՄԿ-ով թալանել, ինքը ու իր տնօրեն Պալասկովը։ Պալասկովը Արցախի հետ ինչ կապ ուներ։ Նարեկ Ամբարյանը ինչ կապ ուներ։ Նարեկ Ամբարյանը կարող է աղդամից ընդեղած ծնված եղել ու որոշել է, որ Արցախի ներդրումային հիմնադրամի փողերը տա իրակ կանգան այդ Ղալ Թախչյանին։ Ուր է այդ հեկը, ուր է այդ 1 միլիարդից ավել գումարը, որ կինը գրպանել է։ Ես սա հայտարարում եմ եւ ոչ տիկին Վարդապետյանը, ոչ պարոն Պողոսյանը, ոչ պարոն Նահապետյանը չեն կարողանալու, ոչ էլ սրանց կռիչները իմ ձեռից փրկեն այս սրիկաներին, այո, ես ասում եմ սրիկա, որտեվ Արցախի փող կերած ցանկացած անձ ինձ համար սրիկա է, ու դե դա Արցախի փողը չէ, դա մեր փողերն է, իմ հարկատուի փողերն է, ես սրանցից ստացող եմ եւ պահանջող եմ այդ փողերը, առայժմ այսքան կամաց կհետևենք սրանց նիստերին, չնայած նիստերը կարող է տևի մի 800 տարի, ոնց ես տեսնում եմ մի օր մեկը կգա, մի օր մեկը չի գա, ու մեկ էլ տենց էլ չհասկացա տանելուց լավ տանում եմ, բայց երբ որ այսօր միջնորդել ենք ուղիղ եթերի, այդ ամբողջ կողմը տենց նեղվեց, որ յանի իրանց նկարները չկա, էլ հեսա հաթաթ նկարներով կճպացնեմ։ Ուղղակի են մնացածի բախտները բերել է, որ իմ ուշադրության կենտրոնում չեն, բացի Նարեկ Ամբարյանից եւ Վահե Հակոբյանի եղբորից։ Այսինքն sense ընտանիքով տարել են Էլիզաբեթը, Վահեն, Վահեի աղբերը, Նարեկը, բա ոնց կարող է մի երկրում մեկը լինի կոռուպցիայի դեմ պայքարի վարչության պետ, աղբերն էլ լինի Արցախի ներդրումային հիմնադրամից տանող, ստեղ էլ մեղադրում են առերևույթ, որ ԶՊՄԿ-ից է տարել, հա տանում են ու տանում են, կրում են։ Սրանց ես էլի եմ ասում, ափսոս է այս դատաժամերը, որ օգտագործվում է, որտեղ այս մարդիկ պետքա պատժվեն շատ արագ, 1 ամիս, 2 ամիս, 3 ամիս, ինչ են քննում այսքան տարի, չգիտեմ։ Տիկին Վարդապետյան, նորից եմ հիշացնում, 23 թվականին նախաձեռնվել է քրեական վարույթ, այսօր 25 թվականն է, ինչ եղավ այդ քրեական վարույթը հարգելիս, ամեն օր հիշացնելու եմ, եթե որևէ մեկը լավ չի հիշի, գալու եմ շենքի կողքը հիշացնեմ, առայժմ այսքանը։